Պրոբլեմներ էլ եղան որոշակի, նախ մենք իմացանք, որ մեծ պրոբլեմ եղավ Ադրբեջանում, ուրեմն ինչ էին արել այդտեղ, ռուսական լրատվամիջոցներին կոնվոյով, այսինքն խիստ ուղեկցմամբ, որտեղ քայլ աջձախ չկա դե, տարել էին ցույց էին տվել մի հատ ինչ-որ իրենց ասելով բնակավայր, որը որ հայկական կողմից ենթարկվել էր հրետակոծության, այսինքն բայց այդ նույնիսկ Արցախի սահմանամերձը չէր, Թեքերի շրջանը էր, այսինքն Տավուշի հետ սահմանամերձը։ Դա ինչ չգիտեմ ինչ էին նկարել, այդ չի հարցը, բայց ինչն էր խնդիրը այդտեղ։ Այս լրատվամիջոցներից մեկը, եթե չեմ սխալվում, Լենտարուն էր, կարողա սխալվում եմ, այս կանվոյի տակից վերահսկողության մի ձև պլստում է, այդ շենքերի կողմից դուրս է գալի բակերը։ Ու տեսնում է, որ այդ տների արանքը թրթուրավոր տեխնիկայի հետքեր է։ Այսինքն ինչ են արել, բերել են տեխնիկան, կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, մենք համապատասխան կրակ ենք բացել, իրանք տեխնիկան է տեղից տարել են, լրատվամիջոցներին բերել են, որ նայեք, հայերը բնակավայր են ռմբակոծում, էս ա եղել։ Ու լրատվամիջոցը ռուսական բացահայտում է այդ ողջ պատմությունը, որ սս պրովոկացիաներ են անում, հրապարակում է ու այդ լրատվամիջոցին դեպորտ են անում, այսինքն փուլի մեջից հանում են ու Ադրբեջանից հանում դուրս, մեծ սկանդալ է լինում։ Այդ ֆոնի վրա մեզ հետ աշխատում էին վրացի գործընկերներ, կառույցի անունը չտամ, որոնք մեր փուլում էին, նաև ադրբեջանական փուլում կան, եւ այն կողմից էին աշխատում եւ այս կողմից։ Շատ լավ տղաներ էին երկուսն էլ, օպերատորը ու լրագրողը, ու նենց է ստացվում, ոնց որ նախորեին իրենց թե սեփականատերը, թե տնօրենը տալիս է ծավալուն հարցազրույց, լրիվ պրոադրբեջանական, որոշ առումով հակահայկական ինչ որ թեզերով։ Պատկերացնում ես, ու առավոտյան այս տղաները զարթնում են այն ակնկալիքով, որ հեսա հայերը մեզ երևի ուտելու են, որովհետև դե բա այ քեզ բան, բա ինչ պետք է անեն էլի։ Ու հավաքվում էին արդեն, երբ որ ինձ եկան ասին, սենց բան կա էլի, հասցրեցի իրանց հասնեմ, շատ բան զրույց ունեցանք, տենց մի տևական էր երևի, մի 20 րոպե, բայց ես իրանց բացատրեցի, որ գիտեք ինչ կա տղեկ, ձեր սեփականատերն է, թե ձեր տնօրենն է, թե ես իմ ով է, մեզ բացարձակ չի հուզում, այսինքն դուք մեր գործընկերներն եք, դուք բարեխիղճ եք, ու իրոք լավ էին աշխատում, այսինքն ես իրանց նյութերը տեսել եմ, իրանց աշխատանքը նայել եմ, հիմա մեզ ինչ թե ձեր տնօրենը այդտեղ Թիֆլիսում ինչ հարցազրույցներ է տալի, իր անձնական դիրքորոշումը որն է այս կոնֆլիկտի նկատմամբ, ինքը Ադրբեջանին կամ հայերիս ոնց է վերաբերվում, դուք մեր գործընկերներն եք, դուք ստեղ եք հիմա, մեր հետ աշխատում եք, մենք ձեր հետ որևէ խնդիր չունենք ու հավատացեք, ոչ մեկ ստեղ ձեզ հետ որևէ խնդիր չունի։ Այլ բան, եթե դուք հանձնարարություն ունեք խմբագրությունից վերադառնալու Թիֆլիս, վերադարձեք, գնացեք, ես բան չունեմ ասելու, դա ձեր խոհանոցն է, եթե դա ձեր նախաձեռնությունն է, եւ դուք կարծում եք, որ դուք ինչ որ բանի եք ենթարկվելու կամ պատասխանատվությունը կրելու ձեր տեղի սեփականատիրոջ ինչ որ դիրքորոշումների համար, դա այդպես չի, ասի մենք մի քիչ ուրիշ քաղաքականությամբ առաջնորդվող ու ուրիշ պատկերացումներով առաջնորդվող կողմ ենք ասի։ Ու այդ սկանդալը, որ եղել էր Ադրբեջանում, երևի դա էլ էր իրանց վրա ազդել, որ երևի ստեղ էլ տենց վերաբերմունք կլինի կամ նման մի բան կլինի, վերջում համոզեցի, ասին չէ, դա մեր նախաձեռնություններ, մենք մեզ ամոթել ենք զգում մի տեսակ, որ դե անհարմար բան է ստացվում, ասի տղեկ, դե ճիշտն ասած դե իմ անհարմար չէ, դուք կգնաք տուն կհասկանաք դե, բայց ասածս այն է, որ ձեզ որևէ մեկը ստեղից ոչ վտարում է, ոչ բան անում, ոչ քարկոծում է, ոչ էլ որևէ թթու խոսք է ձեզ ասելու, որևէ խնդիր դուք չեք ունենալու ու մնացին, էլի աշխատեցին մի քանի օր էլ, ու շատ հետաքրքիր էր Եվրոպայից ժամանած ու Ռուսաստանից ժամանած, դե իհարկե ես ենթադրում եմ, ոչ թե ենթադրում եմ, այ գիտեմ, որ դա էլ ահռելի աշխատանքի արդյունքով այդ լրատվան, դուք պատկերացնում եք օպերատիվ կերպով, որ հաջորդ օրվանից սկսած տասնյակ լրատվամիջոցներ կան, դա ինչ աշխատանք է, դա պահանջ է, հա? Եվ դիվանագիտական կորպուսից եւ կոնկրետ անձանցից, որպեսզի այդ մարդիկ այդ ծավալի լրատվամիջոցներ կան, պատերազմը որ ավարտվեց, շատերը ցանկություն, ну լավ, չասեմ շատերը, որոշները ցանկություն հայտնեցին մնան։ Ստիպված ես է հետները, այսինքն ես աշխատանք եմ վերադարձել պատերազմի ավարտից հետո երևի մի 10 օր հետո նոր, որովհետև Sky News-ը իտալական, ռուսական մի քանի լրատվամիջոց ցանկություն հայտնեցին, որ դե եկել ենք, էլ մեկ էլ երբ են գալու, Արցախի մասին ծավալուն,
անդրադարձեր անենք, գնանք յուղերով, ժողովուրդով, դե Արցախում է դե պատկերացնում ես գնաս որևէ տենց արցախցիների հետ շփվելու ոնց է, այսինքն Երևանի պես չէ, որ մի հատ կոֆե կոնֆետ տան, ասեն դե էտա ձև չունես, այսինքն այդ ամեն այցելությունը այդ մի հատ տենց ինչ որ իր սեղաններով, բանով, իր պատմություններով, բայց արդյունքում Անժելայի ասած հրաշալի շարքեր, էլի, մարդկային պատմություններ, ինչ որ տատիկներ, պապիկներ, երիտասարդություն։ Դա նաև միջազգային հանրության վերաբերմունք էր ձևավորում։ Միջանկին արխիվա դա հիմա։ Արցախցիների հանդեպ, այսինքն այդ էմպաթիան մարդկանց, որոնք այդ փոքր հողում ապրող մարդիկ ոնց են պայքարում մեծ պետության ագրեսիայի դեմ, թշնամական, դիկտատորական պետության, ինչպես են փորձում դեմոկրատական հասարակություն կառուցել ընտրություններով, բոլոր ատրիբուտները պահելով, լրիվ միջազգային հանրության մոտ, այսինքն Արցախի գոյամարտի եւ հայ ազգի մասին ձևավորվում էր այդպիսի կարծիք մարդկային պատմությունների եւ ճիշտ մատուցած ինֆորմացիայի միջոցով։